Հովհաննես Առաքյալի ընդհանրական առաջին թուղթը գլուխ 2 Սիրելիներ, ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում ձեզ, այլ հին պատվիրանը, որն ի սկզբանե ունեիք, և հին պատվիրանը այն խոսքն է, որը լսեցիք, այսուհանդերձ նոր պատվիրան եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրա մեջ ու ձեր մեջ, քանի որ ահա խավարն անցնում է և ճշմարիտ լույսն արդեն իսկ երևում է, ով ասում է, թե ինքը լույսի մեջ է և ատում է իր եղբորը, սուտ է և խավարի մեջ է տակավին, ով սիրում է իր եղբորը, բնակվում է լույսի մեջ և նրա մեջ գայթակղություն չկա, իսկ ով ատում է իր եղբորը, խավարի մեջ է, խավարի մեջ է շրջում և չգիտե, թե ուր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը, որդյակներ, գրում եմ ձեզ, որովհետև ձեր մեղքերը ներված են ձեզ նրա անվան սիրուն, հայրեր, գրում եմ ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե կա, երիտասարդներ, գրում եմ ձեզ, որովհետև դուք հաղթեցիք չարին, պատանիներ, գրեցի ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք հորը, հայրեր, գրեցի ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք նրան, ով ի սկզբանե կա, երիտասարդներ, գրեցի ձեզ, որովհետև դուք ուժեղ եք և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ և դուք հաղթեցիք չարին, մի սիրեք աշխարհը, ոչ էլ ինչ որ աշխարհի մեջ կա, եթե մեկը սիրում է աշխարհը, հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն և այս կյանքի ամբարտավանություն, որ հորից չէ, այլ այս աշխարհից, թե այս աշխարհն է անցնում, թե ցանկությունը, իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան։